Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Վեմ ռադիոկայանի եթերում արժանապատիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը եւ լրագրող Արաքս Պողոսյանն են։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Այսօրվա մեր զրույցի թեման է սերը հին ուխտում։ Տեր հայր, արդյոք արարչության մեջ հենց չերևաց Աստծո կատարյալ սերը, եւ եթե այո, ապա ինչպես։ Անշուշտ արարչագործությունը հենց կատարվեց աստվածային սիրով։ Եկեղեցու սուրբ հայրերը մեկնում են, որ Աստված իր մեջ ունենալով կատարյալ բարին, կատարյալ սերը, Սրբազան առաքյալն ասում է Աստված սեր է։ Հետևաբար հենց սիրո իբրև դրսևորում, սիրո իբրև արտահայտություն Աստված ստեղծում է այս ամբողջ տիեզերքը։ Եվ ամեն բան, որ ստեղծեց իրենց հերթականությամբ, այդպես գեղեցիկ հաջորդականությամբ, ամեն բան արարեց սիրով։ Ծննդոց գրքի մեջ անշուշտ այսպես նկարագրական պահեր չի տալիս, մեկնաբանական պահեր չկա այնտեղ, որպեսզի այնտեղ ներկայացնի, որ սիրով այսպես արեց կամ սիրով այնպես արեց, բայց արդեն իսկ ամբողջ արարչագործությունը Աստծո սերն էր արարվածների նկատմամբ։ Եվ ըստ էության դրանց մեջ ամենամեծ պատվին արժանացրեց մարդուն, եւ սա էլ թերևս բացառիկ սիրո արտահայտություն էր ուղված մարդուն, որովհետեւ նախ ստեղծեց ամբողջ տիեզերքը, երկրագունդը, ծովը, ցամաքը, կենդանական աշխարհը, ցկները, թռչունները եւ այս ամենքին իբրև եզրափակիչ փուլ, իբրև կատարյալ մի ստեղծագործություն նախ մտածեց, այսինքն խորհրդակցեց, ասես մարդ ստեղծենք մեր պատկերի եւ նմանությամբ եւ հետեւաբար մի հատուկ բացառիկ սիրո արժանացնելով ստեղծեց մարդուն իր իսկ պատկերով եւ մարդուն տվեց իբրև ժառանգություն այս մնացած ամբողջ ստեղծագործությունը եւ հրահանգեց, որ պետք է խնամեի մարդը, իշխի, տիրի եւ վայելի։ Մարդուն տրվեց Աստծո պատկերը եւ նմանությունը եւ անմահություն, այսինքն սիրո կատարյալ դրսևորում, սակայն տրվեց նաեւ կամքի ազատություն։ Տեր հայր, արդյոք Աստծո համար եւ նաեւ մարդու առավել շահեկան չէր չունենալ այդ կամքի ազատությունը եւ հավերժ վայելել դրախտը Աստծո հետ մերձ սիրով։ Ըստ էության սերը պահանջում է ազատ կամք, այսինքն սիրո հիմքում անպատճառորեն պիտի լինի ազատ կամք։ Եթե չկա ազատ կամք, նաև չի կարող լինել սեր։ Ինչու՞։ Տեսեք, օրինակ Աստված ինքը իբրև արարիչ ամբողջ տիեզերքի, մենք ինչու ենք ասում սիրով արարեց։ Եթե ինքը պիտի պարտադրված արարեր, նախ ում կողմից պիտի պարտադրված արարեր, ոչ ոքի, այսինքն չկա պարտադրող հանգամանք։ Եվ երկրորդը, եթե ինքը ազատ կամքով չորոշեր արարել, ապա կստացվեր պարտադրված։ Ուստի եթե պարտադրված է, ուրեմն սիրով կոչվել չի կարող։ Իսկ երբ որ կա ազատ կամք, որով Աստված ուզեց, որ ստեղծի ամբողջ տիեզերքը, կյանքը եւ արածներին, նաեւ մարդկանց, տեսեք, այստեղ մարդուն է օժտում ազատ կամքով։ Սա եւս աստվածանմանության մի հանգամանք էր։ Այսինքն այն, որ ասեց մեր պատկերի եւ նմանությամբ, այստեղ բավական հասկացություններ կան, այսինքն բավական թաքնված երևույթներ կան, որով երկու բառով է ձևակերպում։ Եվ հենց ազատ կամքն էլ Աստծո նմանության հանգամանքներից մեկն էր։ Եվ մարդուն ազատ կամքով ստեղծելը հենց եւս մեկ անգամ հաստատումն է Աստծո սիրո արտահայտության։ Եվ իդեպ ասեմ, որ այստեղ մարդու դեպքում ըստ էության պահանջվում էր նաև սիրո արձագանքը։ Հետևաբար, եթե Աստված ազատ կամքով սիրեց եւ սիրով էլ արարեց, ուստի մարդն էլ ստեղծվեց արարչից, ստացավ ազատ կամք եւ հենց այդ ազատ կամքի դրսեւորմամբ էլ պիտի սերը վերադարձներ, այսինքն պիտի ինքն էլ սիրեր Աստծուն ազատ կամքով։ Եվ դարձյալ այստեղ կուզեմ շեշտել, եթե մարդը չունենար ազատ կամք, պարտադրված լիներ սիրելու, ուրեմն սեր չէր։ Սա կախվածություն է, սա ուրիշ երևույթ է, մենք այս երևույթը ուրիշ կերպ ենք բնութագրում։ Իսկ երբ որ մենք ասում ենք սեր, ուրեմն սիրո հանգամանքներից կարևոր
որակներից ու արժանինքներից մեկն էլ այն է, որ սերը հենց ծնվում է ազատ կամքից, եւ հենց ազատ կամքից բխած հարգանքը, նվիրումն ու խոնարհումն է, որ մենք սեր ենք կոչում։ Եթե չկա ազատ կամք, ուրեմն սեր էլ չկա։ Եվ ազատն Աստված, որ մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ, այսինքն պետք է մարդուն նաեւ տար նույն ազատությունը, որի տերն ինքն էր, որի կրողն ինքն էր, այսինքն դա փոխադարձ ազատության պայմանագիր էր, սիրո։ Ըստ էության, այո, ազատությունը հենց այդպիսի երևույթ էր, Աստված ինքը ազատ էր ամբողջ տիեզերքի մեջ, եւ ամբողջ տիեզերքի կարգը որոշող Աստված ինքն է, եւ որովհետեւ ինքը բացառիկ էություն է, հետեւաբար աստվածային ազատությունը միգուցե մեր մտքի մեջ չտեղավորվի էլ, եւ աստվածային սերն էլ մենք չկարողանանք ամբողջապես տեղավորենք մեր տկար տրամաբանության կամ մտքի մեջ։ Եվ սակայն մարդուն տրվելիքը նման էր Աստծուն, որպեսզի չասենք նույնը, որովհետև արարածի եւ արարչի մեջ բնութենական տարբերություն կա, հետեւաբար ասենք, որ անշուշտ նման էր, եւ նաեւ նույնից էր, այսպես ասենք, հա, որովհետև տեսեք, մարդը ունի ազատ կամք, նույնիսկ այն աստիճանի ազատ ստեղծեց Աստված, որ եթե մարդը նույնիսկ ուզենար հայեր ասում, կարող էր հայել։ Եվ այսօր մեր պարզ առօրյական իրականության մեջ բոլորս ունենք ազատ կամք։ Այն աստիճանի ազատ կամք ունենք մեր մտքի, մեր ներքն աշխարհի մեջ, մենք ինքնիշխան էակներ ենք, որ մենք նույնիսկ կարող ենք Աստծուն հայոյել։ Մեղա Աստծու, այսինքն քավլիցի այս մեղքի մասին խոսքը չի գնում, խոսքը գնում է ազատության աստիճանի վերաբերյալ, որ Աստված ամեն ուղղությունից շատ մեծ ազատություն տվեց, սակայն հենց պահանջն էլ վարձքն ու պատիժն էլ սկսվեց այստեղից։ Եթե մարդ իր ազատ կամքով ցույց կտար իր ներքին արժանիքը, որով ինքը կճանաչեր շնորհատուին, կխոնարհվեր նրա առաջ, կպաշտեր նրան, երախտավոր կլներ նրան, այստեղից էլ հենց կառաջանար իր վարձքը, իր արժանիքի բազմապատկումը։ Իսկ եթե մարդը իր ազատ կամքով կմերժեր Աստծուն, թշնամանար Աստծու հետ, ինքը իրեն Աստծուն հավասար կուզեր ճանաչել, այստեղից արդեն ինքը իր ապերախտությունը կդրսևորեր իր ազատ կամքով, հետաբար կզրկվեր։ Տեր հայր, մարդը անհնազանդ գտնվեց դրախտում եւ չանսած Աստծո խոսքին։ Երբ մարդկային հարաբերությունների վրա ենք փոխարկում, սա հաճախ է լինում, երբ զավակը չի լսում իր հոր խոսքը, սակայն բազմաթիվ են նաև ներման հնարավորությունները։ Ինչու դրախտում այդ մեկ չանսալու արդյունքը եղավ դրախտից վտարումը, չէ՞ որ Աստծո սերն ավելի մեծ է, քան ցանկացած երկրային հոր։ Նախ այստեղ, երբ որ խոսքը գնում է դրախտային պարտեզի մեջ մեղանչման խնդիրների մասին, ենթատեքստը, որքան էլ նման լինի մերօրյա իրականությանը, նաև ունի արմատական լուրջ տարբերություն։ Այնտեղ, երբ որ դրախտի կենտրոնում ծառ դրվեց, այն մի ծառը կոչվեց չարի եւ բարու իմացության ծառ։ Այստեղից մենք կարող ենք ենթադրել, որ մարդու ստեղծման պահին արդեն կար չար եւ բարի։ Նախ չարը ինքը բնություն չի, ինքը պատահմունք է։ Մեր սուրբ փիլիսոփաները, Դավիթ անհաղթ եւ այդպես իր նման մեծ քրիստոնյա սուրբ փիլիսոփաները մեզ բացատրում են, որ չարը պատահմունք է, ինքը բնություն չի, որտեղ բնություն է Աստված, եւ Աստված ստեղծեց բարի բնություններ, եւ սակայն այս բարի բնությունների մեջ պատահմամբ առաջացավ չարը։ Հետևաբար, երբ որ դրախտային պարտեզ տնկվեց եւ նրա կենտրոնում էլ չարի եւ բարու գիտության ծառ, նշանակում է չար կար արդեն։ Ուստի այստեղ ծննդոց գիրքը լռում է եւ չի նկարագրում։ Իսկ որտեղից չարը։ Չէ՞ որ չարը չկար։ Աստված ինքը բարի էր եւ ամեն բան բարի ստեղծեց։ Եվ չարի մասին երբևէ խոսք չի գնում արարչագործության առաջին օրերի մեջ, այլ չարի մասին խոսքը առաջին անգամ գնում է դրախտային պարտեզի մեջ բարու եւ չարի գիտության ծառ։ Նշանակում է, որ դրախտի պարտեզի եւ մարդու այնտեղ բնակիչ դառնալու պահին արդեն բացվում կար չար։ Իսկ այս չարը առաջացել էր բարի հրեշտակի ապստամբությունից եւ որն էլ փաստորեն թշնամացել էր Աստծու հետ եւ Աստծու դեմ
եւ ըստ էության իր ազատ կամքով հակադրվել էր սրբազան արարչին եւ փաստորեն այսպիսի իրենից բխող անհնազանդությունից առաջացել էր համաշխարհային չարի ակունքը եւ այս ակունքը արդեն կար իբրև չար ուստի մարդը դրախտի պարտեզի մեջ այս բարու եւ չարի մեջ պիտի ընտրություն կատարեր եւ իր ընտրությամբ դարձյալ եմ կրկնում պիտի հաստատեր իր կամավոր արժանիքը եւ պիտի նվաճեր իր վարձատրությունը հետեւաբար դրախտային պարտեզի մեջ այս մեղանջումը հասկանալի է թվում է թե մի փոքրիկ ինչ որ գործողություն է աննշան մի բան է մի պտուղի ճաշակում բայց ոչ այստեղ շատ լուրջ էր խնդիրը դրված այստեղ հստակ էր ամեն բան կամ դաշնակցել սատանային եւ ապստամբել Աստծո դեմ, ինչպես որ բավական թվով հրեշտակներ դաշնակցեցին փաստորեն Բեզեբուղի եւ ապստամբեցին Աստծո դեմ, կամ մնալ Աստծո ծառա։ Եվ քանի որ մարդու մեղանջումը մի հանգամանքով այնուամենայնիվ տարբեր էր սատանայից, որտեղ սատանան ինքն իրենից մեղանջեց, իրենից բխեց, այլ մարդը խաբվեց։ Ուստի այստեղ մարդկության համար փրկչի եւ փրկության խնդիր առաջացավ։ Իսկ սատանայի համար չկա այս խնդիրը։ Անհնազանդությունը սիրո կապերը թուլացրեց։ Հայրենի տնից դրախտից արտաքսվեց որդին եւ զրկվեց Հայր Աստծո երեսը տեսնելուց։ Արտաքսման դատավճռի մեջ Աստծո սերը ինչ կարգավիճակում էր մարդու եւ արարչության հանդեպ, եթե նկատի ունենանք, որ անիծեց Աստված երկիրը մարդու պատճառով։ Կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերը եւ հառաչանքները, ցավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես եւ նա պիտի իշխի քեզ վրա»։ Ադամի պարագայում ասաց. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ, մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր եւ հող էլ կդառնաս»։ Մի պարագայում անիծվեց երկիրը մարդու պատճառով եւ մյուս պարագայում մարդը ընկավ լծի տակ։ Դարձյալ կարելի ասել ինչ որտեղ անեծքի տակ։ Աստծո սերը փաստորեն կարող էր նաև իր մեջ անեծք կրել։ Նախ այս անեծքը արդարության դատավճիռ էր։ Մեր պատկերացրած անեծքը, որով ասենք մահկանացու մարդիկ շատ հաճախ էլ հանիրավի անիծում են ուրիշներին, եւ մենք անշուշտ մահկանացու մարդկանց քարոզում եւ սովորեցնում ենք, որ մի անիծեք, թող անեծքի խոսքեր բերանից դուրս չգա։ Սա ուրիշ հանգամանք է, բայց նույն բառով նաև ներկայացվում է աստվածային փաստորեն պատիժը, պատժաչափը։ Սա հստակ արդարության վճիռ էր։ Նախ իդեպ ասեմ, որ այս վճիռը եւս սիրո արտահայտություն էր, որովհետեւ Աստված նաև այլ կերպ կարող էր վերաբերվել մարդու հետ, իսկ այլ կերպ, այսինքն ինչպես ստեղծեց, այնպես էլ ոչնչացներ։ Եվ շատ հստակ ու պարզ էր, բայց Սուրբ հայրերը ասում են, քանի որ Աստված ապագան է տեսնում եւ ամեն բան է տեսնում, փաստորեն նույնիսկ բարու եւ չարի այսպիսի պատերազմական դրության մեջ անգամ ադամորդիների մեջ պիտի սուրբեր լինեին եւ պիտի իրենց երախտիկ արտահայտեին Աստծուն եւ մեծ վարձքի արժանանային։ Նահատակներ ու մարտիրոսներ պիտի լինեին եւ Աստծո առաջ ընտիր ճանաչված մարդիկ մեծ վարձք պիտի ստանային ու հավիտենական կյանքի ժառանգորդներ պիտի լինեին։ Փաստորեն այս ամենն էր պատճառը, որ Ադամն ու Եվան տեղն ու տեղը չոչնչացվեցին փաստորեն, որտեղ Աստծո համար ինքն էր արարիչը եւ շատ հեշտ էր անմիջապես նորից ոչնչացնել։ Մենք մի բանը որ պատրաստում ենք, այնուհետև կարող ենք ոչնչացնել այդ նույն բանը։ Առավել եւս Աստված, բայց Աստված դարձյալ սիրեց։ Դրա համար սիրով մարդուն մեղմիկ պատժաչափ տվեց։ Հողին վերադառնալով փաստորեն վերստին ստանալ հավիտենական կյանք, որտեղ հողին չվերադառնալով մեղքի մեջ կամ էլ պիտի հավիտենական տառապանքն ու տանջանքը անմիջապես տրվեր Ադամին ու Եվային։ Սատանայի դատապարտությունը փոխարենը դրախտից վտարվում են Ադամն ու Եվան եւ ստանում են այս անցողիկ կյանքը եւ այդ անցողիկ կյանքը մահկանացու այս անցողիկ կյանքը տրվում է նրա համար որպեսզի դա առիթ լինի ապաշխարության եւ առիթ լինի վերականգնվելու աստվածային սրբության մեջ։ Դրախտում Տերը ասաց մարդուն. «Աճեցեք եւ բազմացեք»։ Այն որ երկիր արտաքսելուց մարդուց չվերցվեց սերնդագործումը, դա ինչի մասին է խոսում Տեր հայր։ Դարձյալ Տիրոջ սիրո։ Անշուշտ սիրո։ Տեսեք, մի դեպքում ասում են
Ադամը մենակ էր դրախտի պարտեզի մեջ եւ Աստված ասաց լավ չէ Ադամը մենակ լինի նույնիսկ դրախտի մեջ սիրով խնամեց իրեն տալով կողակից, այսինքն սա եւս բազմացման ինչ որ տարբերակ է, չնայած Եսակի ու բացառիկ տարբերակ էր, բայց փաստորեն մարդը միայնակ մնաց, հիմա երկրորդ մարդուն արարեց իր կողքից բերեց եւ իրենք միասին ավելի հետաքրքիր ու երջանիկ եղավ։ Եվ հիմա երբ որ արտաքսվեցին դուրս ըստ էության, եթե նրանք սերնդագործելու կարող չլինեին, իրենց կյանքը շատ ավելի տխուր եւ ապերջանիկ պիտի լիներ։ Ինձ թվում է, որ սա շատ լավ հասկացել են այն ծնողները, ովքեր չունեն բալիկներ, ցավոք սրտի, եւ նաեւ հասկացել են այն ծնողները, ովքեր որ ունեն բալիկներ, որովհետեւ այս սերնդագործության մեջ Աստված մի հանճարեղ հենց սիրո երևույթ դրեց, որով տեսեք նախ սեր ամուսինների մեջ եւ այնուհետեւ սեր ծնողական սեր հանդեպ զավակներին եւ փոքրիկ զավակները երբ որ ծնվում են մի տեսակ ոնց որ թե սիրո մարմնացում լինեն քաղցրության ինչ որ մի հատուկ շնոր են կրում իրենց թոթովախոս իրենց ամեն մի քայլը սիրելի է ծնողի համար եւ այդպիսի բացառիկ զգացմունք ծնողը ուրիշ ոչ մի բանից չի կարող զգալ վայելել Հետևաբար անշուշտ սերնդագործությունը դա Աստծո սիրո արտահայտությունն էր եւ նաեւ սերունդների մեջ ինչպիսի արժանավորություն, այսինքն արժանավորների ծնունդ եւ Աստծո կամքի իրագործում եղավ, դա էլ մեկ ուրիշ կողմից։ Տեր հայր, երկրի վրա հին ուխտի ժամանակահատվածում Աստված մարդկության հետ հարաբերվում էր առանձին անհատների միջոցով կամ շնորհիվ։ Սա ընտրովի սիրո դրսևորման մասին է խոսում։ Եվ ինչով էին այդ անհատները արժանանում Աստծո բարեհաճությանը։ Երբ որ մենք ընթերցում ենք հին ուխտը եւ այդ հին պատմությունները, անշուշտ այստեղ ընտրության հարց կար։ Անշուշտ Աստված ընտրում էր իր մարգարեներին, անշուշտ Աստված ընտրում էր իր ծառաներին եւ հենց այդ ընտրության շեշտադրությունը հաճախ կար, սակայն ինչու էին իրենք ընտրվում, այս մանրամասների բացատրությունները չկա։ Հետևաբար մենք մի կողմից հասկանում ենք, որ Աստված ընտրեց, բայց մյուս կողմից չենք հասկանում ինչու հենց այդ մարդկանց ընտրեց։ Օրինակ տեսեք, Քրիստոս ընտրեց 12 առաքյալներ։ Քրիստոսին հազարավոր տղամարդիկ էին հետևում եւ գալիս էին իր քարոզները լսելու։ Եվ ինչու 4-5 հազար տղամարդու միջից հենց ընտրեց այս 12-ին։ Օրինակ գիտեք, սրանք հարցեր են, որոնք մենք 2000 տարվա հեռավորությունից թերևս չպիտի կարողանանք այդպես ամբողջական հասկանալ, էլ չեմ ասում, որ նույնիսկ սերնդակիցները չպիտի կարողանային ամբողջական հասկանալ, թե ինչու հենց Քրիստոս ասենք ընտրեց Թադեոսին։ Ինչու։ Ինչ արժանիկը հաշվի առավ։ Եվ հետևաբար այստեղ այդ ընտրության հանգամանքի մեջ ըստ իմ խորին համոզվածության կարևոր դերակատարություն ուներ տվյալ անձանց ազատ կամքով իրենց սիրո այդպես անդրադարձումը հանդեպ Քրիստոսին կամ հանդեպ Աստծուն։ Օրինակ տեսեք, Նոյի ժամանակաշրջանում ինչու բոլորին պիտի կործաներ, միայն Նոյին թողեր։ Արդյոք Աստված մնացած բոլոր արդարագործներին կործանեց եւ միայն մի Նոյ։ Ոչ, Աստծո խոսքը ասում է, որ բոլորը իրենց ճամփաները ծռել էին եւ բոլորը մեղանչել էին ու հակադրվել էին Աստծուն։ Սակայն եթե Նոյը իբրև ազատ կամք ունեցող մարդ, ինքը իր ներքնաշխարհի մեջ ազատ կամքով այսպես դիրքորոշվել էր, որպեսզի սիրեր, պաշտեր Աստծուն, նրա պատվիրանը պահեր, նրան սիրեր ու խոնարհվեր ու ամբողջ կյանքում ծառայեր։ Ուստի այսպիսի երախտիկը, փոքրիկ այս երախտիկը, պատճառ դարձավ, որ Աստված էլ այո Նոյին ընտրեց։ Նոյի մասին ասվում է. Նոյը կատարյալ եւ արդար մարդ էր իր ազգի մեջ, եւ Նոյը արժանացավ Տեր Աստծո սիրուն։ Տեր հայր, փաստորեն մենք խոսեցինք դրախտից արտաքսված մարդու մասին եւ այն պատիժների մասին, որ սահմանեց Աստված նրան։ Սակայն արտաքսված զավակը, արտաքսված որդին, ինքը խռովություն, ինչ որ ներքին բողոք, ցասում ուներ այս դատավճռի հանդեպ, մարդու սիրտը չխռովեց Աստծուց, ինչպես նա սկսեց նորից վերագտնել սերը առ Աստված կամ պահել այդ սերը։ Սա մի կողմից դիտարկված
այսինքն անշուշտ խռովություն, ցասում, հակադրություն կար եւ պետք է որ առաջանար անշուշտ Ադամի կամ Եվայի մեջ եւ իրենցից հետո իրենց սերունդների մեջ եւ մինչեւ այսօր էլ երբ որ մենք մարդ էակին այդպես ուսումնասիրենք եւ այդպես մենք գրություններ էլ ունենք, հա, որ այսպես բողոք է հանդեպ Աստծուն, խռովություն, ցասում եւ այլ, հա, բայց մյուս կողմից էլ նաեւ մարդը ուներ հոգի, ուներ նաեւ հասկանալու ընդունակություն, թե ինքը ինչպես ապերախտ եղավ Աստծուն դեմ։ Հետևաբար այս խռովքը ուրեմն հանգում է այս ապերախտության զգացողությունը գիտակցելով։ Մի կողմից այո, մտածում ես դրախտի ժառանգորդ էի, այսինչ կյանքի ժառանգորդ եղա, մի կողմից, մյուս կողմից սակայն մտածում է դրախտի ժառանգորդ էի, բայց ապերախտ եղա, չգնահատեցի ինձ տրվածներ Աստծուց։ Եվ ինչու չգնահատեցի, ինչու Աստծո խոսքը ոտնահարեցի, այսինքն մյուս կողմից էլ զղջման, երախտիկի հոգեբանությունը։ Եվ մարդը բարու եւ չարու այսպես խառը մի կյանք է ընթանում փաստորեն ժամանակավոր կյանքի մեջ։ Մի կողմից այո, չարը եւ չարությունը իր մեջ կուտակվելով այսպիսի հոգեվիճակ է կարծես թե առաջ բերում մարդու մեջ, բայց մյուս կողմից էլ իր ընկալումը շատ ավելի լայն է, քան միայն չարության ընկալումը։ Եվ նա հասկանում է, որ իր ապերախտության պատիժն էր եւ խիստ արդար պատիժ էր դա։ Հետևաբար սրտի մեջ առաջանում է երախտիկ Աստծո դեմ։ Հետևաբար Աստված հենց այս ապաշխարությունն է փնտրում մարդուց եւ մարդկային սերունդներից, որտեւ մեր նախապապի պատճառով վռնդվեցինք դրախտից եւ դարձանք ժառանգորդ այս անցավոր կյանքի։ Եվ եթե մի հայր որոշում է մի տեղից վեր կենալ եւ գնալ մեկ այլ տեղ բնակվել, եւ սերունդը արդեն ծնվում է այնտեղ բնականաբար, հետեւաբար հիմա սերունդը մեղադրելու համար Աստծուն, որին չի էլ հասկանում ամբողջությամբ իր տկար մտքով, առաջինը շատ ավելի հեշտ կմեղադրի իր ծնողի, թե ինչու այս մի տեղից տեղափոխվեց այն մի տեղը, կամ էլ չեմ ասում, որ այս պատմության մեջ հստակ է Ադամի եւ Եվայի ապերախտությունը Աստծո դեմ ուղված, որով իրենք խախտեցին պատվիրանը եւ արդար պատիժ էր, որ իրենց վռնդեց, ել չեմ ասում, որ սիրո պատիժ էր, որ չոչնչացրեց, այլ առիթ տվեց ապաշխարության եւ առիթ տվեց փրկվելու։ Հետեւաբար այստեղ կարծում եմ, որ այո, այդ ցասման զգացողությունը տգիտաբար կարող է առաջանալ մարդու մտքի մեջ, ինչպես որ նաեւ մեր սերունդի մեջ նույնն է պարագան, որտեղ հաճախ մարդը այսպես կյանքից հոգնած կամ չի ուզում ապրի եւ ինքը մտածում է, բայց ով ինձ ստեղծեց եւ ինչու ստեղծեց եւ ինչու կյանք տվեց, ես չեմ ուզում, բայց ապերախտությունը կյանք տվողի դեմ։ Եվ փոխարենը մենք պիտի ասենք փառք ես Աստված, ինչպես որ Ադամն ու Եվան ըստ էության Ադամի եւ Եվայի համար դրախտ այլևս դարձավ կարոտախտ, նոստալգիա։ Եվ Ադամն ու Եվան, երբ որ ցանեցին եւ փուշ խաղացին, հիշեցին դրախտի պարտեզները, երբ որ վտանգն ու վնասը տեսան, երբ որ հիվանդությունն ու տառապանքը տեսան, երբ որ իրենց որդու մահը տեսան, այստեղ հասկացան, թե Աստված ինչքան շատ էր իրենց սիրում։ Դրա համար Ադամից Եվայից սկսած մի մաքուր աստվածապաշտության գիծ ոսկե մի թելի պես անցնում է մինչև Ենովք, Ենովս, Նոյ, այնուհետև Աբրահամ, այսինքն դա նույն աստվածապաշտության հավատքն էր, եւ սա Ադամից ու Եվայից էր փոխանցված։ Աստվածաշունչ Մատյանն ասում է. երբ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, եւ տրտմեց իր հոգու խորքում։ Տեր Աստված ասաց. երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամեն մի էակ, որովհետև զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց։ Աստված ինքնաբավ էր, Աստված նա էր, որ նախապես սիրեց մեզ, նախապես հոգաց մեր համար, եւ ինչպես կարող է այսպիսի խռովք Աստված իր ներսում ապրել։ Նա մեզ նախասահմանել էր եւ նաեւ գիտեր ընթացքը, գարիքները, ինչ պատահեց Աստծո սիրո հետ։ Սա եւս սիրո արտահայտություն է։ Եթե Աստված չսիրեր, այսպիսի խռովք չէր ունենա։ Եթե մի մարդու դու ուղղակի ոչ մի բան չես համարում, ուղղակի ոչնչություն ես համարում, երբեք իրեն վերաբերվող հարցերի խնդիրների մեջ խռովք չես ունենում։ Երբ որ ինչ որ մեկին շատ ես սիրում, ոչ թե սիրում ես, այլ շատ ես սիրում, եւ մշտապես այսպես
փափագում ու փայփայում ես, որտեղ մարդ ունի ազատ կամք։ Եվ երբ որ տեսնում ես մարդը փոխարենը հատուցում է ապերախտությամբ, անշուշտ այսպիսի զգացողություն ծնվում է մարդու սրտի մեջ։ Այսինքն, գիտեք, մենք Աստծուն նման էակ ենք։ Շատ հարցեր հասկանալու համար ինքներս մեզ պիտի մի հատ պատկերացնենք այդպես իրադրության մեջ, որ մենք շատ մեծ սիրով ինչ-որ բան ենք պատրաստում, ստեղծում, շատ գեղեցիկ ինչ-որ մի, չգիտեմ, նկար ենք նկարում, մի տուն ենք կառուցում կամ ինչ-որ մի բան ենք ստեղծում, եւ մեր ստեղծածը, մեր այդչափ շատ սիրո ավանդը կրելով հանդերձ մեզ անդրադարձնում է ապերախտությամբ։ Սա խիստ արդար զգացողություն էր։ Եվ հետո ես կուզեմ, որ մեր ռադիո լսող հավատավոր եղբայրներն ու քույրերը լավ հասկանան, որ ընդհանրապես Աստվածաշունչը գրված է այն մեխանիզմներով, ինչով որ մենք ի վիճակ ենք ընկալելու եւ հասկանալու։ Երբ որ մենք ասում ենք զղջաց Աստված, մենք ի վիճակ ենք այս զղջման մտածողությունով հասկանալ, թե ինչպես է որ Աստված այլևս զղջաց, որ մարդուն ստեղծեց, բայց թե իրականում այս զգացողական դրությունը ինչով կարելի էր նաև բնորոշել, որով տարբերվեր մեր զղջում կոչված փաստորեն հասկացողությունից, ելի շատ հանգամանքներ կա։ Այսինքն սա այն զղջումը չի, որ մի մեղավոր մարդ զղջում է, որ մի սխալ բան է արել։ Սա այն զղջումը չի, որ մեկը մի բան ստեղծում է եւ դա վատ է ստացվում։ Ոչ, այս զղջումը դարձյալ սիրո արտահայտություն էր եւ որով հենց Աստծո սերն էր պատճառը, որով իր մեջ այսպիսի զղջում բառով նկարագրվող մի երևույթ առաջացավ։ Դրա համար ես կուզեմ, որ անպայման Աստվածաշունչ կարդացող մարդիկ այդպես շատ ծանծաղ եւ պարզունակ ձևով միայն չմտածեն։ Վայ, տեսեք, Աստված զղջաց, որ պիտի զղջարել ինչի ստեղծեց, սա շատ պարզունակ տրամաբանությամբ երբ որ մոտենում ես, ինքդ քեզ փակուղիների առաջ ես դնում եւ Աստվածաշնչի իմաստը, խորքը այլևս ի վիճակի չես լինում ընկալելու։ Մենք կշարունակենք զրուցել սերը հին ուխտում թեմայի շուրջ մեր հաջորդ հանդիպմանը, հաջորդ երկուշաբթի։ Իսկ այս պահին դուք Տեր Հայր կպատասխանեք արդեն ուղված հարցերին։ Ցեղասպանությունը եւ Բեթղեհեմի մանուկների կոտորածը Աստծո սիրո ինչպիսի դրսևորմանն են վերաբերվում։ Ոչ միայն Բեթղեհեմի մանուկների կոտորածը, մենք շատ այսպես օրինակներ կարող ենք բերել եւ հին ուխտից, եւ պատմությունից, եւ կարող ենք շատ հարցադրումներ անել։ Շատ հստակ էր Բեթղեհեմի մանուկների կոտորածը։ Հերովդես ուզում էր թագավորի սպաներ, եւ այդ վայրագության հեղինակը Հերովդեսն էր։ Աստված ազատ կամք է ստեղծել, մարդուն ստեղծել եւ ազատ կամք է տվել։ Մարդը իր ներքնաշխարհի մեջ մտածում է գնամ սպանեմ այս մարդուն։ Հիմա ինչ Աստծուն ինչով մեղադրենք մենք եւ շատ անիմաստ ու սխալ պիտի մտածենք։ Մարդը ունի ազատ կամք եւ ինքը իր մեջ վայրենության մտածողություն է այսպես զարգացնում եւ հարձակվում սպանում է մարդուն։ Կայենը Աբելին սպանեց։ Այստեղ ինչով պիտի մենք մեղադրենք Աստծուն։ Մենք շատ սխալ մոտեցնում։ Աստված ուղղակի այստեղ կարող կանխել դա։ Գիտեք, Աստված ամեն բան կարող է։ Աստծուն չի կարելի ասել չէր կարող։ Աստված ամեն բան կարող է։ Սակայն Աստված դարձյալ եմ կրկնում, ստեղծեց մարդուն տվեց ազատ կամք։ Եվ հետևաբար մեղքի եւ առաքինության համար պատրաստել է վարձատրություն եւ պատիժ։ Իսկ դուք գիտեք, որ մեր բոլոր մանկաթաղ արարողությունների ժամանակ, երբ որ 12 տարեկանից փոքր կնքված մանուկ է մահանում, մենք այդ երեխայի ամբողջ արարողությունը, որ մենք կատարում ենք, աղաչում ենք, որ Տեր Հիսուս այս մանկան հոգին խառնի Բեթղեհեմյան այն մանուկների գնդին։ Եվ դուք գիտեք, որ այդ Բեթղեհեմյան մանուկները սուրբերի դասում են դասված։ Եվ դուք ի վիճակ եք պատկերացնելու, թե ահեղ դադաստանին իրենք ինչպիսի պայծառությամբ են ներկանալու իբրև անգիտակից նահատակներ Քրիստոսի անվան փառքի համար։ Սա խորը մտքեր եմ ես ասում, այստեղ դարձյալ ծանծաղ մտքով հայրենաբար, երբ որ մոտենանք այս հարցից ոչինչ էլ չենք հասկանա։ Բայց այո, նրանք սուրբ նահատակներ էին, շատ իզուր սպանված մարդիկ էին, եւ սպանության հեղինակը Հերովդես թագավորն էր, որ վայրենություն կատարեց, որ ուզենալով սպանել Հիսուսին եւ այդպես էլ չկարողացավ սպանել, սպանեց մնացած անմեղ մանուկներին։ Այս շատ մարդիկ կան, որ այսպես հոգեկան խանգարված դրության մեջ մտնում են մանկապարտեզ եւ սպանում են։ Մարդու մեղքն է։
Եվ մարդը ինքը պատժվելու է ահեղ դատաստանին, անպայման պատժվելու է։ Որքան մարդկային դատարանները կարող են պատժել, բայց միևնույն է Աստծո պատիժը մնալու է իրենց գլխին, մինչև որ Աստծո որոշած օրը գա։ Ունկնդիրը նաև ուզում էր իմանալ ցեղասպանությունը ինչու եղավ եւ ինչու Աստված չպաշտպանեց իրեն սիրող ժողովրդին անօրենի սրից։ Ուրեմն այստեղ շատ հարցեր ու խնդիրներ կան։ Ես ուղղակի խորհուրդ կտամ մեր այս հարցը ուղղող ռադիո ունկնդրին, որ ինքը ավելի խորինս ուսումնասիրի։ Եթե մենք դատի մտնենք Աստծո հետ, Աստված արդար դուրս կգա։ Ես ձեզ վստահեցնում եմ, սա իմ եզրակացությունն է, ես այս հարցի մասին արդեն 20 տարի է ինչ մտածում եմ, եւ ես ամենատարբեր վերլուծություններ եւ փորձել եմ հասկանալ, փորձել եմ այսպես ներքին մթնոլորտ ընկալել։ Աստված մեր ազգին շատ է սիրում, ես ասեմ, եւ մենք ընտրյալ ազգն ենք Աստծո, բայց ինչ շատ վախեցնում են հեթանոսական մոլեգնումը, որ 17-18-րդ դարերից սկսեց մեր ազգի մեջ։ 19-րդ դարում գագաթնագետին գրեթե հասավ, 20-րդ դարում էլ տեղ չթողեց, ամբողջ սրբությունները ավիրեց։ Դուք չկարծեք, թե միայն կոմունիստներն էին մեղավոր այդ 70 տարվա ավերի համար։ Կոմունիստները իրենց նախապապերին ունեին, ովքեր սրբազան հավատքի դեմ շատ նուրբ եւ դիվական կռիվ էին սկսել։ Վաղուց արդեն աշխարհիկացում, էլ չմանրանալով, որտեղ սա մի ամբողջ հաղորդման խնդիր է, թե ինչն էր պատճառը, որ մեր երեխաները պիտի գրաբար չսովորեն։ Այսինքն մեր կողմն էլ կար այդտեղ։ Մեր մեղավորությունն էլ կար։ Հաջորդ հարցը. Աստվածաշնչում կոնկրետ ցուցումներ կան արդյոք, որ քրիստոնյա մարդը պետք է լինի հայրենասեր, ազգասեր։ Օրինակ, մեր եկեղեցին այդպիսի քարոզչություն է տանում, սակայն կաթոլիկ եկեղեցին դեմ է այդ բանին։ Նախ ազգասեր, ազգը այն է, ինչ որ Աստված մեզ պարգևեց, սիրելն էլ Աստծո տված առաքինությունների գլուխն է։ Անշուշտ ազգասիրություն Աստծո տվածն է։ Հայրենասեր, հայրենիքը այն փոքրիկ երկիրն է, որտեղ մենք ծնվել ենք, կամ որևէ երկիր, որտեղ մարդը ծնվում է, եւ այդ հայրենիքը սիրելը առաքինություն է։ Այստեղ ուրիշ խնդիր է, որ մարդիկ այս առաքինություններից միգուցե այսպես որ կուրքեր ստեղծեն իրենց մտքի համար, կամ չգիտեմ, սխալ մեկնաբանության պատճառով մոլուցքի վերածեն։ Սա ուրիշ հարց է։ Նա արդեն հայրենասիրություն չի կամ ազգասիրություն չէ, ազգամոլություն է։ Իսկ հայրենասիրությունը ու ազգասիրությունը դա Աստծո պահանջն է ամեն մարդուց։ Ով որոշեց, որ ես հայ լինեմ, ով որոշեց, որ ես այս ընտանիքից ծնվեմ, ով որոշեց, որ ես պիտի հենց այս հայոց պատմությունը իմ վրա կրեմ հենց ծնվելով հայ, ով որոշեց? Աստված։ Փառք ես Աստված։ Եվ երբ որ մենք անդրադառնում ենք, թե Աստված որքան է սիրել մեր ազգին, իբրև առաջի ընտրյալ ազգ, բոլոր ազգերի մեջ, իրեն պաշտող, իրեն փառաբանող, իր սուրբ շնորհն ու հավատն ու սրբությունը կրող, այստեղ մենք ավելի ենք ոգևորվում մեր ազգը սիրելու մեջ։ Հարցի մեջ նաև կար կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ հարց, ինչու նրանք այդպես կաթոլիկների հանգամանքը մի քիչ այլ է ինչ առումով, որովհետև նրանք բազմազգ եկեղեցի են, փաստորեն, եւ իրենք երբ որ ասում են ազգասիրություն, հայրենասիրություն, ի նկատի ունեն ամեն ազգը իր հայրենիքը թող սիրի։ Եվ ինձ թվում է, որ կաթոլիկները չունեն այդպես, որ դուք ձեր հայրենիքը ատեք, կամ չգիտեմ, ձեր ազգը ատեք։ Սա մեծ մոլորություն կլինի։ Յուրաքանչյուր ազգ էլ պիտի իր ազգը սիրի։ Ազգասիրությունը առաքինություն է, Աստվածաշնչով առաքինություն։ Շատ ներողություն, Պողոս Առաքյալը այնչափ շատ էր սիրում իր ազգը, որ ասում էր նույնիսկ համաձայն կրնեի նզովել Քրիստոսից, միայն իմ ազգը շահեի Քրիստոսին, այսինքն փրկության ճանապարհին։ Այսինքն ազգասիրությունը առաքյալների մեջ էլ շատ լուրջ նստած էր, եւ իրենք այնչափ շատ էին սիրում իրենց ազգը, որ խիստ ցավում էին, որ մոլորվում են Աստվածային սուրբ ճանապարհից, Քրիստոսի սուրբ ճանապարհից։ Այսինքն այստեղ անշուշտ ազգասիրությունը մեծ առաքինություն է, եւ դա ըստ էության պիտի դրսևորվի հենց Աստվածապաշտությամբ, որովհետեւ ազգամոլություն չդառնա, նորից եմ կրկնում։ Օրինակ ես իբրև անձնավորություն իմ ազգին շատ ավելի սիրել եմ այն ժամանակ, երբ որ այսպես բանականորեն, այսինքն հասկանալով պաշտել եմ Աստծուն։ Իմ ազգը իմ աչքին շատ ավելի բարձրացել է եւ ես շատ ավելի սիրում եմ թե այդ ազգը, թե այդ երկիրը։
Բողոքականությունը հաճախ հղում անելով Սուրբ գրքին ասում է, որ Քրիստոսի մեջ չկա հեթանոս եւ հրեա, արու եւ էգ, եւ այդտեղից էլ ածանցում են այն միտքը, որ չպիտի լինի նաեւ հայրենասիրության կոնկրետ ազգի, կոնկրետ հայրենիքի քարոզ։ Այսպես ասողները ցավալիորեն իրենք շատ զորավոր քարոզ են տանում։ Իրենց կեղծավորությունը ուրիշ հարթության վրա է արտահայտվում, այսպես ասեմ։ Այդպես բազմազգ վիճակների մեջ հաճախ նկատում ենք, որ ոնց որ ենթատեքստով կամ կուլիսներից այն կողմ կամ չերևացող մի շեշտով շատ է լավ կարգավորվում է այդ ազգային խնդիրները։ Նույն կաթոլիկները, նույն բողոքականները, ցանկացած բազմազգ կառույցների մեջ, նույն գերտերությունները, ինչ ազգ, ինչ բան, բոլորս էլ հավասար ենք, մարդ ենք եւ այլն, բայց հաճախ տեսնես, որ հենց այդպես քարոզողը շատ լավ խնամքով իր ազգի պատիվը բարձր պահում է եւ չի հանդուրժում որևէ մեկը, որ իր ազգին հանկարծ ինչ որ մի բան ասի եւ շատ այսպես արհամարանքով կամ հեգնանքով էլ կնայի ուրիշ մեկի վրա։ Ես ուղղակի կառաջարկեմ այդպես խոսացող մարդկանց ուշադիր հետևեք իրենց վարքագծին եւ կտեսնեք, որ չէ, դա բնավել այդպես չի։ Ուղղակի իրենց լավ պահելով ուրիշներին ուզում են ոչնչացնել, օրինակ ասենք գերտերություն կա, ազգանները փոխել կտա եւ այլն, բայց կասի ազգերը պիտի իրար սիրեն, պիտի հավասար լինեն, բայց իշխանական լծակներ երբեք չի թողնի, որ ասենք ուրիշ մի փոքր ազգից մեկը բարձրանա այնտեղ։ Եվ վերջին հարցը Տեր Հայր, Մղջյան գյուղի Սուրբ Հովանես եկեղեցին արդեն գործում է թե ոչ։ Այո, Մղջյան գյուղի Սուրբ Հովանես եկեղեցին արդեն 2 տարի է, ինչ օծվեց եւ գործում է, փառք Աստծո, որ մեր եկեղեցիները այսպես բացվեն, այսպես իրենց գեղեցիկ վեհ կեցվածքի մեջ մեր ազգի զավակներին իբրև ուխտավոր ընդունեն, իբրև աղոթողներ ընդունեն, այո, արդեն 2 տարի է գործում է։ Շնորհակալություն Տեր Հայր, թույլ տվեք սրանով եզրափակել այսօրվա մեր զրույցը։ Շնորհակալություն նաև ունկնդիրների հարցերին պատասխանելու համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը։ Իսկ այս զրույցի կրկնությունը դուք կարող եք լսել այսօր երեկոյան ժամը 21-ին, ինչպես նաև շաբաթ օրը առավոտյան ժամը 10-ին։ Իսկ սերը հին ուխտում թեմայի շարունակությանը հետևեք առաջիկա 2 շաբթի։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաքս Պողոսյանը։